Այսօր 5 կտակարանից կկարդանք ծննդոց 32:13-ից 34:31-ը։ Ծննդոց 32-ում մենք տեսնում ենք Հակոբին պատերազմի սպասումներում և նրա մտահոգությունը դրանց փախչելն է, այլ ոչ թե հաշտություն փնտրելը։ Նա տեսավ հրեշտակներին, որոնք պաշտպանում էին նրան, բայց նույնիսկ դա չէր խրախուսում իր հավատը։ Մանայիմ նշանակում է կրկնակի ճամբար, իր ճամբարը և Աստծո հրեշտակների ճամբարը։ Եթե Հակոբը Բեթելում հիշեր Աստծո հետ իր կապի մասին, նա չէր վախենա Եսավից։ Մի պահ Հակոբն աղոթում էր Աստծո օգնության համար, իսկ մյուս պահին նա նոր ճանապարհներ էր մտածում իր զայրացած եղբորը խաղաղեցնելու համար։ Նա հիշեցնում էր Աստծուն նրա մեծ խոստումների մասին, իսկ հետո վարվում էր այնպես, կարծես Աստված երբեք չէր խոսել իր հետ։ Սա այն հավատացյալի վարքն է, որ կարիք ունի Աստծո առաջ հնազանդվելու։ Նա ուզում էր ազատվել Եսավից, բայց ավելի շատ կարիք ուներ ազատվելու ինքն իրենից։ Հակոբը հնազանդվեց, որպեսզի նրան բուժեն ու թուլացավ, որ զորացնեն։ Երբ նա հանձնվեց, նա հաղթեց ու դարձավ Աստծո արքայազնը։ Նրա կաղությունը մշտապես հիշեցնում էր, որ Աստված տնօրինու է նրա կյանքը։ Ջոն Քալվինը գրել է. Աստված իր ձեռքով մեր դեմ է պայքարում, իսկ աջով մեզ համար։ Երբ մենք թույլ ենք տալի Աստծուն իր ճանապարհով գործել, այն մի օրվա արշալույս է դառնում։ Անցնելով գլուխ 33-ին տեսնում ենք, որ Հակոբը տեսել էր Աստծուն և նոր անուն տվել նրան, բայց դրա արգասիքներն անմիջապես չեն հայտնվում։ Երբեմն նա գործում է Հակոբի պես, ոտքից բռնվող, իսկ երբեմն էլ Իսրայելի Աստծո արքայազն։ Աստծո մարդկանցից շատերը չեն կարողանում Քրիստոսի միջոցով հասնել նոր կյանքի, որովհետև նրանք չեն պահանջում այն, ինչի հասել են հավատքով։ Աստված Հակոբին կաղություն էր տվել, որպեսզի խրախուսի նրան հավատքով ապրել։ Եսավին հանգստացնել իր փորձերի ժամանակ ծեր խառնակիչը մի քանի միջոցներ ձեռնարկեց՝ խոնարհում, կաշառք, բացահայտ, սուտ ու այլ ուղղությամբ հեռանալը։ Եսավը գնաց հարավ, իսկ Հակոբը արևելք։ Իշխանները չեն խոնարհվում, իսկ ինչ կասեք Աստծո խոստումների մասին։ Մի սխալին հաճախ հաջորդում է մյուսը։ Հակոբը դադարեցրեց իր ուխտը, գնաց այն հողը, որ Աստված արդեն տվել էր նրան, տուն կառուցեց և բնակություն հաստատեց։ Նա զոհասեղան կառուցեց ու կանչեց Աստծուն, Իսրայելի Աստծուն, սակայն դա նրան չօգնեց խուսափել հարևանների հետ ունեցած խնդիրներից, և նա շտապեց Բեթել և հնազանդ եղավ։ Այսքանով եկեք կարդանք 5 կտակարանից 31:13-ից սկսում ենք։ Եվ նա այդ գիշեր քնեց այդտեղ, նա բերածներից իր ձեռքով իբրև ընծայ իր եղբոր Եսավին ուղարկեց 200 այծ, 20 նոխաս, 200 մաքի, 20 խոյ, 30 ուխտ իրենց նորածին ձագերի հետ, 40 կով և 10 ցուլ, 20 էշ և 10 քուռակ։ Նա իր ծառաներին հանձնեց հոտերն ու առանձին և ասաց նրանց. «Դուք գնացեք ինձանից առաջ, հոտերն առանձին իրարից հետ կտանեք»։ Նա առաջինին պատվիրեց ասելով. «Եթե քեզ հարցնի իմ եղբայր Եսավը և հարցնի, թե ով ես, ուր ես գնում, ում ես պատկանում այն, ինչ քո առջևից է գնում, կասես. քո ծառա Հակոբի ընծաներն են, որ նա ուղարկում է իր տեր Եսավին, իսկ ինքը գալիս է մեր ետևից»։ Նա պատվիրեց առաջինին, երկրորդին, երրորդին և բոլոր նրանց, ովքեր հոտերի հետ գնում էին առջևից, և ասաց. «Երբ կհանդիպեք Եսավին, կասեք նրան այն, ինչ ասացի ձեզ։ Դուք կասեք. ահա քո ծառա Հակոբը գալիս է մեր հետևից»։ Նա ինքն իրեն մտածում էր. նրան կմեղմեն այն ընծաները, որ ուղարկում եմ ինձանից առաջ, և ապա անձամբ կհանդիպեմ նրան, թերևս բարիվացկամ լինի իմ նկատմամբ։ Ընծաներն ուղարկելուց իրենց առաջ, իսկ ինքն այդ գիշեր քնեց այստեղ բանակատեղիում։ Նույն գիշեր վեր կենալով նա առավ իր 2 կանանց, 2 աղախիններին և 11 որդիներին անցկացրեց Յաբոկ գետի ծանծաղուտով։ Նա նրանց ու իրեն պատկանող ամեն ինչ վերցրեց անցկացրեց գետով։ Հակոբը մնաց միայնակ։ Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչև առավոտ։ Երբ մարդը տեսավ, որ չի կարողանում հաղթել նրան, կռիվն ընթացքում բռնեց Հակոբի ազդրի ջլերը և անզգայացրեց դրանք։ Մարդն ասաց նրան. «Թույլ տուր գնամ, որովհետև արդեն լուսացել է»։ Հակոբը պատասխանեց նրան. «Թույլ չեմ տա, որ գնաս, մինչև ինձ չօրհնես»։ Մարդն ասաց նրան. «Ինչ է քո անունը»։ Նա պատասխանեց նրան. «Հակոբ»։ Մարդն ասաց նրան. «Այսուհետև քեզ Հակոբ թող չկոչեն,
այլ Իսրայել թող լինի քո անունը, որովհետև դիմացար Աստծո հետ մաքարելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես։ Հակոբը հարց տվեց. «Ասա ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչու ես հարցնում իմ անունը»։ Եվ նա տեղն ու տեղը օրհնեց նրան։ Հակոբն այդ տեղն անվանեց Երևում Աստծու, որովհետև ասում էր. Աստված տեսա այդ դեմ առ դեմ եւ փրկվեց հոգիս։ Երբ անհայտացավ Աստծո տեսիլքը, նրա վրա արև ծագեց, իսկ նա իր ազդրի պատճառով կաղալով էր գնում։ Դրա համար էլ իսրայելցիները մինչև օրս կենդանների ազդրի ջլերը չեն ուտում, քանի որ Աստված բռնել էր Հակոբի ազդրի ջլերը եւ անզգացրել դրանք։ Հակոբը հանդիպում է Եսավին։ Հակոբն աչքերը բարձրացրեց ու տեսավ իր եղբայր Եսավին, որ գալիս էր 400 հոգով։ Հակոբն իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքելի եւ երկու աղախինների միջև։ Նա երկու աղախիններին ու որդիներին ուղարկեց առջևից, Լիային ու նրա որդիներին նրանցից հետո, իսկ Ռաքելին եւ Հովսեփին ամենավերջում։ Ինքն ասավ նրանց առաջ եւ 7 անգամ գետ խոնարհվեց, միջև իր եղբոր մոտենալը։ Եսավն ընդառաջ գնաց նրանց գրկեց ու համբուրեց, փաթաթվեց վզին եւ համբուրեց նրան։ Նրանք երկուսով լաց եղան։ Եսավը վեր նայելով տեսավ կանանց եւ երեխաներին ու հարց տվեց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստված ողորմեց ինձ քո ծառային»։ Աղախիններն ու նրանց որդիները մոտեցան եւ խոնարհվեցին նրա առաջ։ Մոտեցավ նաեւ Լիան եւ իր որդիները եւ խոնարհվեցին նրա առաջ։ Հետո մոտեցավ Հովսեփն ու Ռաքելը եւ խոնարհվեցին նրա առաջ։ Եսավը հարց տվեց. «Ինչ է այս մեծ շարանը, որ ինձ հանդիպեց»։ Նա պատասխանեց. «Որպեսզի քո ծառա շնորհ գտնի քո առաջ»։ Եսավն ասաց. «Ես էլ շատ ունեմ, եղբայր, քոնը թող քեզ մնա»։ Հակոբն ասաց. «Այդպես չի լինի, եթե շնորհ եմ գտել քո առաջ, ուրեմն ընդունիր ինձանից ընծաները, որտեվ քո դեմ տեսա այնպես, ինչպես մարդ Աստծո դեմքը տեսնի։ Ուրախացիր ինձ հետ եւ ընդունիր իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետեւ ողորմեց ինձ Աստված եւ այն ամենը, ինչ ունեմ»։ Հակոբը ստիպեց նրան եւ սա ընդունեց։ Եսավն ասաց. «Ելնենք գնանք ուղիղ ճանապարհով»։ Հակոբն ասաց նրան. «Իմ տերն ինքը գիտի, որ երեխաներս փոքր են, իսկ ոչխար ու արջար արդեն ծնել են։ Եթե դրանց ստիպեմ մի օրվա ճանապարհ գնալ, ապա բոլոր անասունները կսատկեն։ Ուրեմն իմ տերն իր ծառայի առջևից թող գնա, իսկ ես ըստ կարողության եւ անասունների ընթացքի, ըստ իմ երեխաների զորության կշարժվեմ, մինչեւ որ Սիրիում հասնեմ իմ տիրոջը»։ Եսավը հարցրեց. «Քեզ մոտ թողնեմ ինձ հետ եկած մարդկանց մի մասին»։ Սա պատասխանեց. «Ինչ կարիք կա, բավական է, որ շնորհ գտա քո առաջ, Տեր»։ Այդ օրը Եսավը իր ճանապարհով վերադարձավ Սեիր, իսկ Հակոբը գնաց դեպի վրանը, որտեղ իր համար տներ կառուցեց, իսկ իր հոտերի համար փարախ շինեց, դրա համար էլ այդ վարը կոչեց վրան։ Վերադառնալով Ասորիների միջագետքից Յակոբն եկավ Սիկեմացիների Սեղիմ քաղաքը, որ գտնվում էր Քանանացիների երկրում, եւ բնակվեց քաղաքի դիմաց։ Սիկեմի հայր Եմորի 100 ոչխարով մի կլվածք գնեց, որը եւ խփեց իր վրանը։ Նա այնտեղ զոհասեղան կառուցեց եւ երկրպագեց Իսրայելի Աստծուն։ Լիայի Հակոբի համար ծնած դուստրը Դիանան ելավ այդ կողմի աղջիկներին տեսնելու։ Նրան տեսան Քորեցի Եմորի որդի Սեքեմը, որ երկրի իշխանն էր, առևանգեց նրան, պառկեց նրա հետ եւ պղծեց նրան։ Սեքեմը ամբողջ հոգով կապելով Հակոբի դուստր Դիանայի հետ սիրեց աղջկան եւ քաղցրությամբ խոսեց նրա հետ։ Սեքեմը դիմելով իր հայր Եմորին ասաց. «Այս աղջկան ինձ համար կնության առ»։ Հակոբն իմացավ, որ Եմորի որդին պղծել է իր դուստր Դիանային։ Այդ ժամանակ իր որդիները դաշտում անասունների մոտ էին։ Հակոբը լուռ մնաց մինչև նրանց գալը։ Սեքեմի հայր Եմորը գնաց Հակոբի մոտ հետը խոսելու։ Դաշտից եկան նաև Հակոբի որդիները։ Երբ տղամարդիկ իմացան կատարվածի մասին, զայրացան։ Նրանք շատ տխրեցին, որովհետև Սեքեմը Հակոբի դուստր ծոցը մտնելով մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին։ Դա չպետք է լիներ։ Եմորը նրանց դիմելով ասաց. «Իմ որդի Սեքեմը ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը։ Արդ աղջկան տվեք նրան կնության եւ խնամություն արեք մեզ հետ։ Ձեր դուստրերին տվեք մեզ եւ մեր դուստրերին առեք ձեր որդիներին։ Բնակվեցեք մեզ հետ։ Մեր ընդարձակ երկիրը փռված է ձեր առջավ։ Բնակվեցեք այնտեղ, վաստակեցեք եւ կալվածքներ ձեռք բերեք դրանց մեջ»։ Սեքեմն ասաց նոր հորն ու եղբորներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ, ինչ էլ պահանջեք կտանք։ Ինչքան ուզեք, ավելացրեք պարգևագինը եւ օժիտը, որքան էլ ասեք կտամ, միայն թե այդ աղջկան տվեք ինձ կնության»։ Հակոբի որդիները խորամանկությամբ պատասխանեցին Սեքեմին ու հայր Եմորին, քանի որ Սեքեմը պղծել իրենց քրոջը Դիանային։ Լիայի որդիները Դինայի եղբայրները Շմավոնն ու Ղեմին ասեցին.
Չեն կարողանել այն բանը մեր Քրոջը տալ անթլպատ մի մարդու, որովհետև դա մեզ համար նախատինք կլինի։ Մենք կհամակերպվենք ձեզ հետ եւ կմնակվենք ձեր երկրում միայն այն դեպքում, եթե դուք նմանվեք մեզ, թլպատվեք ձեր բոլոր արու զավակներին։ Միայն այդ ժամանակ մեր դուստրերին կտանք ձեզ եւ ձեր դուստրերից մեզ կին կառնենք։ Մենք կբնակվենք ձեզ հետ եւ կլինենք իբրև մեկ ժողովուրդ։ Իսկ եթե չլսեք մեզ, չթլպատվեք, մեր դուստրերին կառնենք ու կհեռանանք։ Էմորին ու Էմորի որդի Սեքեմը հաճելի թված այս խոստումները։ Երիտասարդը չափաղեց անել այդ բանը, որտեղ շատ էր սիրում Հակոբի դստերը։ Նա իր հոր ընտանիքի անդամների մեջ ամենից ավելին հարգանք էր վայելում։ Էմորն ու իր որդի Սեքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մոտ եւ դիմելով իրենց քաղաքի տղամարդկանց ասացին նրանց. «Այդ մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ, արդյոք բնակվեն այս երկրում ու վաստակ ձեռք բերեն այսուհետև այստեղ, որովհետև այս ընդարձակ երկիրը փրված է նրանց առաջ։ Նրանց դուստրերին մեզ կին առնենք ու մեր դուստրերին նրանց տանք։ Այդ մարդիկ մեզ նման լինելով կբնակվեն մեզ հետ եւ մենք կլինենք իբրև մեկ ժողովուրդ, միայն այն պայմանով, որ մեր բոլոր զավակները թլպատվեն, ինչպես որ իրենք են թլպատված։ Մինչև այդ ձևով նրանք ունեցվածքը, նրանց անասունը եւ նրանց չորքոտանները մերը չեն լինի, եթե նրանց այդ պայմանը ընդունենք, նրանք կբնակվեն մեզ հետ»։ Էմորի եւ նրա որդի Սեքեմի հետ համաձայնվեցին բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, եւ թլպատվեցին բոլոր տղամարդիկ, ովքեր անցնում էին այդ քաղաքի դարպասով։ Երրորդ օրը, երբ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները, Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, ամեն մեկն առնելով իր սուրը, կազմ ու պատրաստ մտան քաղաք եւ կոտորեցին բոլոր արուներին։ Նրանք սրի քաշեցին նաև Էմորին եւ նրա որդի Սեքեմին, իսկ Սեքեմի տնից առան Դինային եւ գնացին։ Հակոբի մյուս որդիները հարձակվեցին վրանների վրա եւ կողոպտեցին այդ քաղաքը, ուր պղծել են իրենց քույր Դիանային։ Նրանք վերցրին քաղաքում եւ դաշտում գտնվող նրանց արջառն ու ոչխարը, նրանց էշերը, գերեվ արեցին ողջ մնացած մարդկանց եւ նրանց կանանց առան ավար նրանց ամբողջ գույքը։ Նրանք հափշտակեցին եւ քաղաքում եւ տնում եղած ամեն ինչ։ Այդ ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին եւ Ղևին. «Դուք ատելի դարձրիք, ես երկրի բոլոր բնակիչներին, քանանացիներին ու փերեզացիներին անխիղճ մարդ պիտի թվամ։ Մենք սակատաթիվ ենք, եթե նրանք հավաքվեն ինձ վրա հարձակվեն եւ հարվածեն ինձ, ապա կոչնչանամ եւ ես եւ իմ տոհմը»։ Նրանք պատասխանեցին. «Հապա ինչպես է որ նրանք իբրև բոզ լլկեցին մեր քրոջը»։ Իսկ այժմ մանցնելով նոր կտակարանին կկարդանք Մատթեոսի գրքից, Մատթեոս 11:7-ից մինչև 30-ը։ Եվ այստեղ Մատթեոսի գլուխ 11-ում տեսնում ենք, որ Հովհաննես Մկրտիչը շփոթված էր ու թերևս հուսահատված։ Երբեմն կարծում ենք, որ աստվածաշնչյան հերոսները գերմարդ են կամ գերսուրբ, բայց ոչ, նրանք տղամարդիկ եւ կանայք են, հենց մեզ նման։ Կնոջից ծնված ամենամեծ մարդը Հովհաննես Մկրտիչը հուսահատված էր։ Նա հավատարմորեն ծառայել էր Աստծուն եւ այնքանից հետո բանտում էր հայտնվել եւ վստահ չէր, որ Հիսուսը տնօրինում է ճիշտ ձևով։ Երբ հայտնվես այսպիսի իրավիճակում, արա այն, ինչ արեց Հովհաննեսը։ Ասա Հիսուս եւ սպասի նրա խոսքին։ Հովհաննեսի աշակերտները չլսեցին Հիսուսի գովասանքն իրենց առաջնորդի։ Հովհաննեսը հաշտվող չէր կամ էլ հայտնի մարդ, նա Աստծո մեծ մարգարեն էր։ Նա կալանավորվեց դաժան թագավորի եւ մանկամիտ ամբոխի պատճառով։ Աստծու թող դատաստանը եւ սպասիր նրա կատարյալ ծրագրերին, իրագործմանը։ Քեզ կթվա թե ձախողվել ես, բայց Աստված չի հապաղի օրհնել քո գործը։ Իրականում Հովսեփը շահեց մարդկանց վստահությունը Հիսուսի հանդեպ իր մահվանից եւ թաղումից շատ ժամանակ անց։ Հնազանդվիր Հիսուսի սիրո գերության եւ դու կապրես նրա կատարյալ հովանավորության ներքո։ Իսկ այժմ եկեք ընթերցենք նոր կտակարանից։ Մատթեոս 11:7-ից մինչև 30-ը։ Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, Հիսուսը սկսեց ժողովրդին ասել Հովհաննեսի մասին. «Ինչ տեսնելու ելակ անապատում, հողմից շառավուղ եղեք, հապա ինչ տեսնելու ելակ, փափուկ զգեստներով զարդարված մարդ, ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորների պալատներում են։ Ապա ինչ տեսնելու ելակ, մի մարգարե, այո, ասում եմ ձեզ առավել, քան թե մարգարե, որովհետև նա է, որի մասին գրված է. ահա ես կուղարկեմ իմ падգամավորին քո առջևից եւ քո առաջ քո ճանապարհը պատրաստի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանացից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտիչից ավելի մեծ մարդ չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից ետինը նրանից մեծ է։ Հովհաննես Մկրտչի օրերին մինչև այսօր երկնքի արքայությունը բռնադատում է եւ հզորներն են հափշտակում այն, քանի որ ամբողջ օրենքը եւ մարգարեները մարգարիացան միջև Հովհաննեսը։
Եվ եթե ուզում եք ընդունել Հովհաննես նեղը Եղիա, որ գալու է, ով լսելու ականջ ունի, թող լսի, ում նմանեցնեմ այս սերնդին, նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում. «Ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք»։ Եկավ Հովհաննեսը, ոչ ուտում էր եւ ոչ խմում, եւ ասացին նրա մեջ դև կա։ Եկավ մարդու որդին, ուտում է եւ խմում է, եւ ասում են. ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ մաքսավորների եւ մեղավորների, բայց իմաստություն արդարացրեց իր որդիների կողմից։ Այն ժամանակ նա սկսեց պատրաստվել այն քաղաքները, որոնց մեջ նրա բազում զորավոր գործեր տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին։ Վայ քեզ, Քարոզին, վայ քեզ, Բեղսայիդա, որովհետև եթե Տիվրոսում եւ Սոդոնում տեղի ունեցած լինեին այն զորավոր գործերը, որ ձեր մեջ արվեցին, վաղուց արդեն քուրջով ու մուխիրով ապաշխարած կլինեին։ Բայց ասում եմ ձեզ, Տարոսի եւ Սիդիոնի երկրի համար ավելի տանելի կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ Եվ դուք Կափառնիայում, միթե միջև երկինք պիտի բարձրանաս, ոչ պիտի իջնես միջև դժոխք, որովհետև եթե Սոդոմում եղած լինեին այս զորավոր գործերը, որ եղան քո մեջ, արդարև միջև այսօր նրանք կանգուն կլինեին։ Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիները երկրի համար դատաստանի օրը ավելի տանելի կլինեն, քան ձեզ համար։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվեց եւ ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Տեր, Հայր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստությունների եւ գիտություններից եւ հայտնեցիր մանուկներին։ Այո, Հայր, քանի որ այսպես հաճելի եղավ քեզ։ Ամենայն ինչ տրվեց ինձ իմ հորից, եւ ոչ ոք չի ճանաչում որդուն, եթե ոչ հայրը, եւ ոչ ոք չի ճանաչում հորը, եթե ոչ որդին, եւ նա ում որդին ուզենա հայտնել։ Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ եւ բեղնավորվածներդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք եւ սովորեցեք ինձանից, որ հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև»։ Իսկ այժմ եկեք կարդանք Սաղմոս 14, 1-ից 7։ Տեր, ով պիտի ապրի քո վրանում, կամ ով պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա, նա ով ամբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտություն խոսում իր սրտում, ով չի նենգել իր լեզվով եւ ընկերոջը վատություն չի արել, մերձավորից նախատինք նա չի ստանա, եւ չարագործ անարգված է նրա աչքում։ Այսպիսին փառաբանում են նրանց, ովքեր երկյուղ ունեն Տիրոջից, երդվում է իր բարեկամին եւ երդումը չի դրժում, իր արծաթը վաշխառով չի տալիս, իրավունքի դեմ կաշառք չի վերցնում, ով այն անում է, հավիտյանը չի սասանվի։ Իսկ հիմա կարդանք Առակ 3:19-ից 20-ը։ Աստված իմաստություն դրեց երկրի հիմքերը եւ իմաստականությամբ հաստատեց երկինքը, իր հանճարով անդուններ բացեց եւ ամպերից անձրևներ տեղացին։